Ինձ ասա ինչ է 729-ի խորանար տարմատը։ Ես հումանիտար եմ։ Քանի անգամ ես ասել այս նույն արտահայտությունը խուսափելու համար այն վատ իրավիճակից, երբ ինչ-որ մեկը քեզ հարցրել է մաթեմատիկային կամ ֆիզիկային վերաբերող որոշակի հարց։ Շատ։ Մեր հասարակությունում հատկապես բնագիտական ուղղվածություն ունեցող մարդկանց մեջ կա թյուր ձևավորված մի կարծիք, ըստ որի հումանիտար անձինք ավելի զիջում են գիտելիքապես։ Հասկանալու համար նախ ինչ է նշանակում հումանիտար, եկեք հասկանանք թարգմանությունը լատիներենից։ Նշանակում է մարդկայնություն եւ մշակույթ։ Այս գաղափարը իր մեջ պարունակում են հետևյալ բնագավառները՝ պատմություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, գիտ, լեզու, գրականություն, մշակույթ։ Այս շարքը անթվելի է։ Հիմա եկեք պատկերացնենք մեր կյանքը առանց այդ հումանիտար գիտելիքների տեր անձանց։ Ինչ կլիներ, եթե չլիներ Զիգմունդ Ֆրոյդը, Լև Տոլստոյը, Նիցշեն, Միքելանջելոն, Չարլի Չապլինը, Շեքսպիրը եւ իհարկե հայերի համար ոչ մի նշանակություն չունեցող եւս մի հումանիտար անձնավորություն՝ Մեսրոպ Մաշտոցը։ Մի զվարճալի փաստ, նույնիսկ այն գիրքը, որը պարունակում է միմիայն մաթեմատիկական գիտելիքներ, ինքնին հումանիտար է։ Որպես ամփոփում ասեմ, պետությունները կործանվում են ոչ թե որոշակի տեխնիկաների պակասից, այլ սեփական լեզու, գիրք, լեզվամտածողություն, մշակույթ եւ մարդկայնություն չունենալու արդյունքում։ Այսպիսով, մեր աշխարհը հավասարապես կարիք ունի թե հումանիտար գիտելիքների տեր անձանց եւ թե բնագիտական։ Մի փորձեք թերագնահատել այն։ Սա ուղղակի իր քո բնագիտական անձնավորությանը եւ ոչինչ մի ասա։ Իսկ եթե նա հարցեր ունի, թող ինձ դիմի։